Բոլորիդ ողջունում եմ սիրելիներս ու առաջարկում միասին այսօր փոքաբլիթներ պատրաստել։ Տեսեք որքան փոքված են, իդեպ կարևոր նրբություն կա, փոքրիկ գաղտնիք, որ օգնում է դրանք ավելի փոքված ու ավելի թմբլիկ դարձնել։ Իդեպ բոլորից շատ ծանոթ այս գդալն եմ օգտագործելու։ Շերեփը շատ հին է, տատիկս իր երիտասարդության տարիներին է գնել, նույնիսկ վրան գինը կա 1 ռուբլի 10 կոպեկ։ Նախ եւ առաջ, մինչ սկսելը, ձեզ պետք է զգուշացնեմ, իհարկե շատ հաճախ եմ դա անում, լավագույն արդյունքի համար լավ կլինի, որ օրինակ կաթնամթերքը մածունը եւ ձուն լինեն գոլ վիճակում, սենյակային ջերմաստիճանի։ Ես մածուն եմ օգտագործելու, ցանկության դեպքում կամ եթե ձեզ մոտ մածուն չկա, կարող եք փոխարինել դասական յոգուրտով կամ կեֆիրով։ Կեֆիր օգտագործելու դեպքում ցանկալի է մոտավորապես կեսը կամ դրանից պակաս մասը փոխարինել թթվասերով։ Ես տաքացրել եմ այս անգամ միկրոալիքային վառարանում ամենացածր ռեժիմով։ Կարող եք նաև կրակի վրա, ես այդպես հաճախ եմ անում, ուղղակի անընդհատ խառնեք, հենց ներքևից, որովհետև ներքևում ավելի շուտ է տաքանում, խառնեք, որ հանկարծ չափից շատ չտաքանա։ Մեզ 1 ձու կպահանջվի, երկրորդ ձուն էլ կավելացնեմ, բայց իհարկե կարող եք չավելացնել։ 3 բաժակ մածուն կավելացնեմ, բաժակս 250 մլ է։ 3 ճաշի գդալ շաքար եմ լցնում, բայց աշխատում եմ ավել չանել, եթե նույնիսկ քաղցր ենք սիրում, ցանկալի չէ, որովհետև ավելի շուտ է կարմրելու, տապակելու ընթացքում կարող է ներսում հում մնալ, բացի դրանից գույնն էլ շատ մուգ է ստացվում, այնքան էլ ցանկալի չէ։ 3 բաժակ ալյուր ենք ավելացնելու, նույն բաժակն է 250 մլ։ Նման բաժակի մեջ տեղավորվում է ուղիղ 160 գրամ ալյուր, եթե վերևում հավասար է։ Ավելացնում եմ 1,5 թեյի գդալ սոդա, կարող է թվալ թե շատ է, բայց կախված նրանից թե ինչպիսի թթվայնություն ունենք ու ինչ ծավալի խմոր է, սոդայի քանակը որոշվում է ու երբեք ավելորդ չի լինում։ Եթե պակաս լցնենք, նման դեպքում խմորը չի փխրեցվի, որքան որ անհրաժեշտ է, թթվայնությունը իր պահանջներն ունի։ Այնպես որ լցրեք ու մի անհանգստացեք, երբեք համոհոտը չեք զգա, եթե ճիշտ է հաշվարկված ու ամբողջությամբ մարվում, վերջում էլ լիարժեք քայքայվում է։ 1,5 թեյի գդալ։ Մոտավորապես 10-12 գրամ է։ Նույնքան աղ ենք ավելացնելու 1,5 թեյի գդալ։ Աղի քչության պատճառով խմորը կարող է կամ նորմալ չթխվել, կամ ուղղակի որակյալ միջուկ չձևավորել։ Ալյուրի քանակը կարող է տարբերվել կախված մթերքի տեսակից, օրինակ թե ինչ կաթնամթերք եք օգտագործում եւ տարբեր այլ հանգամանքներից։ Դրա համար կողմնորոշվեք խմորի խտությամբ։ Ես ձեզ կցուցադրեմ ու տեսանյութի ներքևում մանրամասն բաղադրատոմսը կգրեմ։ Եթե կզգաք, որ անհրաժեշտ է ու խմորը չափազանց ջրիկ է, անպայման ավելացրեք ալյուր։ Քիչ էր մնում մոռանալ, 3 թեյի գդալ օղի ենք ավելացնում։ Օղին խմորն ավելի նուրբ է դարձնում, ներսում կառուցվածքն ավելի փափուկ է լինում, իսկ արտաքինից մի փոքր խրթխրթան կառուցվածք է ավելանում, ավելի նուրբ կառուցվածք է առաջանում եւ իհարկե թույլ չի տալիս, որ ճարպը քաշվի խմորի մեջ ու ներսում ընդհանրապես ճարպոտ չի լինում։ Տեսեք, ինչ խտության խմոր պետք է ստանանք, շատ ջրիկ չենք ստանում։ Եվ ալյուրն ավելացնելուց հետո էլ երկար չենք խառնում, միայն ալյուրը համաչափ խառնում ենք ու վերջ։ Եթե անգամ կթվա, որ խմորը անհամասեռ է ու խառնելու կարիք ունի, միևնույն է, դա չենք անում։ Ինձ թվաց խմորը մի փոքր թույլ է, 1 ճաշի գդալ ավելացրի ալյուրը։ Տեսեք, թե ինչ խտության խմոր պետք է ստանանք, մոտիկից եմ ցուցադրում, քանի որ դա շատ կարևոր է։ Խմորը ծածկում ենք եւ թողնում ենք մոտավորապես 20-30 րոպեով։ Ես երբեմն տարբեր ֆորումներում, տարբեր քննարկումներում կարդում եմ մեկնաբանությունների մասին, որ նման խմորները, եթե թողնում ենք հանգստանալու, տապակելուց առաջ արդեն խառնել չի կարելի, որպեսզի այդ ընթացքում առաջացած այն պղպջակները հանկարծ հոդս չցնդեն, որպեսզի դրանք պահպանենք։ Իրականում ժողովուրդ դրանք խանգարում են ու հակառակը, տապակելուց առաջ խմորը նմանատիպ խմորը պետք է լավ խառնել դրանցից ազատվելու համար։ Այս ընթացքում առաջացած պղպջակները, եթե դրանք պահպանենք եւ օգտագործելուց առաջ չխառնենք, տապակելուց առաջ չխառնենք, դրանք արդեն խմորի մեջ խանգարելու են նոր ու ավելի որակով պղպջակների առաջացմանը։ Այն, ինչ հիմա է առաջանում, ունենում է ավելի կոպիտ պատեր եւ ոչ այնքան նուրբ կառուցվածք է առաջացնում խմորի մեջ։ Իսկ տապակելու ընթացքում առաջացած ծակոտիները միշտ ավելի նուրբ են ու ավելի փափուկ կառուցվածք են ապահովում։
Ժամանակը դրացավ, սկսում ենք տապակել։ Նաև ասեմ, որ օգտագործելու եմ այսպիսի տոպրակներ, սա շատ հարմար է ու աշխատանքն արագացնում է։ Կարող եք նաև թխելու այս տապակելու այս գդալի մեջ տեղափոխել սովորական գդալով, ուղղակի մի փոքր ավելի դանդաղ կստացվի։ Ինչպես արդեն զգուշացրել եմ, մի լավ խառնում ենք եւ ազատվում ենք ավելորդ պղպջակներից։ Նախապես լավ տաքացնում ենք բուսայուղը, այն պետք է բավականին շատ լինի, որպեսզի փոքաբլիթները հանգիստ լող տան։ Եվ իհարկե օգտագործելուց առաջ գդալը նույնպես կամ շերեփը իջեցնում ենք բուսայուղի մեջ, որ լավ տաքացած լինի։ Շերեփը արդեն մի քանի րոպե բուսայուղի մեջ է ու լավ տաքացած է։ Սա բաց չթողնեք, անպայման հետևեք, պետք է լավ տաքացած լինի։ Ջերմաստիճանը մի քիչ բարձր էր, դրա պատճառով խմորը շատ շուտ ամրացավ ու հետո իհարկե ներսում սոդայի ռեակցիաների շարունակվում են, գազեր են արտադրվում, ածխաթթու գազը ելք է փնտրում ու գտնում է որևէ տեղ, որտեղից կամ ճաքում է խմորը դուրս է գալիս կամ այսպես ձևը կորցնում է ու տձևանում է։ Սա բարձր ջերմաստիճանից է, մի փոքր իջեցրի։ Կրակը չպետք է շատ բարձր լինի, քանի որ դրա պատճառով խմորի ներսում փխրեցման process-ը կիսատ է մնում ու կառուցվածքը կոպիտ է ստացվում։ Այն մանր շատ նուրբ կառուցվածքը ներսում չի լինում։ Ուղղակի հետևեք, եթե խմորը հայտնվի բուսայուղի մեջ ու բուսայուղը սկսի շատ արագ թշալ, շատ բուռն արձագանքել, նշանակում է կրակը շատ բարձր է, պետք է մի փոքր իջեցնել, որպեսզի խմորը բուսայուղի մեջ տնելիս շատ բուռն ու շատ ուժեղ արձագանք չլինի։ Ահա եւ վերջ ավարտեցի։ Ժողովուրդ ջան, մի բան էի մոռացել, ձեզ անպայման նշեմ։ Ընթացքում երբ բլիթները թխում եք, տապակում եք, անպայման աշխատեք տաք բուսայուղից արագ-արագ լցնել վրան, հենց սկզբում, երբ դեռ խմորը թույլ է։ Հետ ընթացքում շատ ավելի բարձր կլինի խմորը։ Օրինակ տեսեք, առաջինները էլի փքված են, բայց դե համեմատեք վերջին ստացված արդյունքների հետ։ Սրանք ավելի շատ են փքվել։ Կշռում եմ, ամբողջը կարող ենք հիմա էլ ստուգել, ամբողջը 53 գրամ են, ուղղակի ավելի շատ են փքված։ Պարզապես խմորը հենց իջեցնում եք գդալով, մեկ այլ գդալով արագ վրան տաք բուսայուղ ցողեք, շատ արագ։ Ու քանի դեռ փքվում է, շարունակեք։ Ուզում եմ հատուկ նրանց համար, ովքեր սոդայի նման քանակից վախենում են ու խուսափում։ Եթե ճիշտ ենք աշխատում, երբևէ սոդան ավել չի լինում ու երբևէ չի զգացվում։ Իհարկե, առանց շաքարի փոշու քաղցր չեն ստացվում, բայց միաժամանակ նաև անհամ չեն, քանի որ շաքարի եւ աղի հրաշալի ճիշտ բալանս է ստացվում։ Շաքարավազի որոշակի քանակ, որ ավելացրինք, նվազագույնն է, որ անհրաժեշտ է, քանի որ այստեղ բավական շատ թթվային բաղադրիչ ունենք, իսկ նման դեպքում միշտ ցանկացած խմորի մեջ շաքարը մի փոքր ավել է լցվում, այստեղ բալանս է հարկավոր։ Նաև աղի հետ կապված նշեմ, ձեզ կարող է թվալ, թե աղը շատ է, բայց իմացեք, աղի չի ստացվում ընդհանրապես, աղը չի զգացվում։ Սա այն մինիմալ քանակն է, որ անհրաժեշտ է, որպեսզի խմորը համեղ ստացվի։ Բացի դրանից չենք մոռանում, որ աղը միայն համի համար չէ, այն նաև օգնում է ձևավորել ճիշտ միջուկ, որպեսզի ճիշտ ու շատ նուրբ կառուցվածք լինի։ Այ հենց այս ամբողջ բալանսի շնորհիվ է, որ եւ համեղ են ստացվում, եւ կառուցվածքը ընդհանրապես ռեզինանման չէ ու շատ նուրբ հալչող է։